քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը դեմ է օտար որևէ պետության Հայաստանի ներքին գործերի միջամտելու տալինի եթերից ներսից թե դրսից այնպես որ նորմալ է Ես իմաստով հակադրվելն է նորմալ էլի որ արեցին որտեղ մենք գիտենք որ երբեմն դա չի եղել Եվ ինձ համար ընդունել չի ներքին են նյուանսները, որի փրթե գիտեք իշկա դա են, ինչ-որ նյուանսներ են գտնում արդարացնելու համար նրարած, կամ չդադարելու Եվ դա բնական է, որ ռևանշիստները իրենց դաշնակիցներն են, չէ, օգնում է իրենց իշխանապողության հարցում կամ երևի անկայունության վիճակում էլ Մենք, որ այդ գործընթացը, որ գնում է, անշրջելի է, ինձ այդպես է թվում, Եվ Ռուսաստանն էլ ինքը կարծես թե փեշերը քաշում է ներս, որպեսզի կարողանա իր վիճակը փրկի Մարիա Զախարովայի ուրեմն ողբը տարածված է, չէ, դե ժողովուրդը նրան գիտի, դրա համար եմ ասում Եվ դա անխուսափելի բան է եւ մեր պետականության կայունացման հարաբերությունների եւ այլնի հաստատման պայմաններից մեկն է հարևանների հարաբերությունների կարգավորումը Տեսեք տերմին եմ ասում կարգավորում Եվ այդ գործընթացը գնում է Եթե ճիշտ է, դե բարձ է որ պիտի ողջունեն, որովհետև իրենք էլ են ուզում, որ Ռուսաստան այսօր Կովկասում չլինի, բարձ չի, այսինքն եւ այստեղ ուրեմն ինչ կա Կա մի գործընթաց, որ անխուսափելի է եւ այդ դրա քավորն էլ Թրամփն է մենք չնայենք թուրքերի կողմը Թրամփը հայտարարեց նաեւ Զանգեզուրի միջանցքի իրականացումը կտեսնենք կտեղի կունենա այնպես ինչպես ուզում է Ադրբեջանը այն կարեւոր է լինելու այնպես ինչպես ուրեմն Հայաստանի իշխանությունները փաստաթղթեր ստորագրել են Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի հետ ուրիշ բան չի լինելու բայց այստեղ ուրիշ բան կա որ ադրբեջանական կողմը քանի որ նշածողը շատ բարձր էր վերցրել Հայաստան ոչնչացնելու եւ այլնի ինքը պիտի նահանջի եւ նահանջի ձևեր են որոնում այդ միջանցքը նորից այսօր երեք թե ինչ հեռուստաընկերություն էլի միջանց Հայերին առաջկայում աշխարհում այդ միջանցքը չկա եւ միջանց տերմինը չպիտի օգտագործվի վերջ չպիտի օգտագործվի փաստաթղթերում որևէ բան չկա Իսկ եթե Ֆիդանը ակնարկում է նաեւ հունիսի սկզբին Հայաստանի ընտրությունները եւ դրում է որ պետք է աջակցի սա դա նշանակում է որ Ֆիդանը ԿԲ-ին Հայաստանի իշխանությունների նեղ վիճակի մեջ է դնում ինքը գիտի որ հաջորդի միստվար զանգվածը որ ցեղասպանություն է մոռացել ոչ էլ վերջի պատերազմ եւ այլն եւ իրենց ում էլ պաշտպանեն նրանք կարող է դուժեն եթե ուղիղ չի էլի Դրա համար լավ կլինի, որ իրենք իրենց գործով զբաղվեն, էլի։ Ես գործը հիմա որն է, մեր տարածաշրջանում։ Իրենց երկրում շատ դե Թուրքիան էլ ինքը բազմաթիվ խնդիրներ ունի, Սիրիա ունի, ներքաղաքական հարցեր ունի, ասեմ, նրա տնտեսական վիճակը շատ բարդ է, ինֆլյացիան շատ բարձր է, եւ այլն, էլի։ Հասկանում եք ոնց, այսինքն իրենք, բայց դա այսպես չի։ Պետությունները հանգիստ չեն մնում, պետություններն անընդհատ իրենց կողքի կամ ոչ կողքի բարեկամ եւ հակառակորդ պետությունների ներքին գործերին միջամտում են զենքով, բանակով, միջամտում են հայտարարություններով, բարի կամեցողությամբ եւ այլն։ Օրինակ, կարծում եմ, որ սա այս պարագայում Հայաստանի իշխանությունների օգտին չի նման հայտարարությունը, որտեղ ենթատեքստը առաջանում կարծես թե այնպիսի մեծ կապեր կան, որ Թուրքիայի հետ այդպես կապեր չկան։ Եվ այս բոլորը Միացյալ Նահանգների նախաձեռնության մեջ, այո, դա վնասելու քաղաքականություն է։ Այսինքն ինչով է շահ, որտեղ հայ ժողովուրդը ինչ լինի, չլինի, չէ, այդ բոլորը, ասենք, տեսեք, ես ասեցի կարգավորում, չէ։ Հիմա մարդիկ ովքեր լուրջ մեր ժողովրդի մասին է հազար մի հարցերով կարգավորման հետ կողմ են, բայց որ պիտի մոռանան, չմոռանան եւ նման բաները չեն կարող համաձայնվել, հուշն շատ թարմ է, չէ, բորբոքվեց նաեւ այս վերջին շրջանում, այդ դեպքում Թուրքիայի կողմից հայտարարությունները, ասենք, բավականին խնդրահարույց են, այդպես ասեմ, այնպես որ որը մեկը չի շահում դրանից։ Ուղղակի իհարկե ռևանշիստները կշահեն
Ջանշտեն ովքեր կասեն, բա տեսակ բան ֆիդանն է, տեսնում եք Հայաստանի իշխանությունները ում կրնկի տակ են եւ այլն։ Ես իմ գնահատականով Հայաստանի իշխանությունները ոչ մեկ կրնկի տակ չեն, ինչու։ Ոչ թե շատ են հզոր կամ թույլ են, որովհետեւ քաղաքականության այն կոնցեպցիան, որը պաշտպանում է շատ ավելի շուտ քրիստոնյա ժողովրդավարական գուսակցությունը հավասարակշռության հայեցակարգը թույլ է տալիս այդպիսի ազատություն։ Մենք ազատ ենք մեր գործողությունների մեջ եւ դրա համար էլ ասեմ Թրիփի այդ ճանապարհը հաջողվեց, որտեղ անկախ պետության հետ իրենք հարաբերությունների տրամադրություն ունեին եւ ամերիկացիներ եկան այդ ուղղությամբ։ Հիմա դրա կողքին մի բան ասեմ էլի, որովհետև դա է կարևորը։ Ինչքանով ամերիկյան տնտեսական, տեխնոլոգիական, գիտական եւ այլն ռազմական բանը թողենք էլի, դա արդեն ուրիշ հարց է, այսօրերի հարց չի։ Ինչքանով կարողանանք օգտվել այն հնարավորություններից, որ Միացյալ Նահանգները ուրեմն տալիս են մեզ եւ տվել են փաստաթղթերով երեք էլ արտգործնախարար հանգամանորեն բացատրում էր գաղտնիք չկա բացահայտված ստորագրած եւ բայց ես մի հարց ունեմ որ մեր հանրությանն եմ ասում ով է սպասարկելու ամերիկյան օժանդակությունը այսինքն ում միջոցով մենք կուզենանք չէ որ մեր մասնագետները, մեր ինժեներներ, մեր գիտնականներ, մեր տեխնոլոգներ, տեխնոլոգիական մասը, սա էքսպերիմենտալ ֆիզիկան է եւ էքսպերիմենտալ քիմիան առաջին հերթին IT տեխնոլոգիա եւ այլ ոլորտներ, չէ։ Հիմա երբ կշահենք, եթե մենք ունենայինք առաջնակարգ համալսարաններ, որի շրջանավարները կընտրվեին այս աշխատանքի մեջ, հռետորական հարց եմ տալիս, Հայաստանն ունի գոնե մի համալսարան, որը կարող ամերիկյան տեխնոլոգիան աջակցության ընդհանուր սպասարկման գործին մասնակցել, կարծում եմ չունի։ Եվ ոչ միայն կարծում եմ կուտեղի կունեն այնպես, ինչպես ուզում է Ադրբեջանը։ Այն կարևոր է լինելու այնպես, ինչպես ուրեմն Հայաստանի իշխանությունները փաստաթղթեր ստորագրել են Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի հետ։ Ուրիշ բան չի լինելու։ Բայց այստեղ ուրիշ բան կա, որ ադրբեջանական կողմը, քանի որ նշածողը շատ բարձր էր վերցրել Հայաստան ոչնչացնելու եւ այլնի, ինքը պիտի նահանջի եւ նահանջի ձևեր են որոնում։ Այդ միջանցքը նորից այսօր երեք թե ինչ հեռուստաընկերություն էլի միջանց հայերին առաջկարգում աշխարհում այդ միջանցքը չկա եւ միջանց տերմինը չպիտի օգտագործվի վերջ չպիտի օգտագործվի փաստաթղթերում որևէ բան չկա իսկ եթե Ֆիդանան ակնարկում է նաեւ հունիսի սկզբին Հայաստանի ընտրությունները եւ դրում է որ պետք է աջակցի սա դա նշանակում է որ Ֆիդանը ԿԲ-ին Հայաստանի իշխանությունների նեղ վիճակի մեջ է դնում ինքը գիտի որ հաջորդի միստվար զանգվածը որ ցեղասպանություն է մոռացել ոչ էլ վերջին պատերազմ եւ այլն եւ իրենց ում էլ պաշտպանեն նրանք կարող է դուժեն եթե այդ ուղիղ չի էլի դրա համար լավ կլինի որ իրենք իրենց գործով զբաղվեն էլի Ես գործը հիմա որն է մեր տարածաշրջանում իրենց երկրում շատ դե Թուրքիան էլ ինքը բազմաթիվ խնդիրներ ունի Սիրիա ունի ներքաղաքական հարցեր ունի ասեմ նրա տնտեսական վիճակը շատ բարդ է ինֆլյացիան շատ բարձր է եւ այլն էլի հասկանում եք ոնց այսինքն իրենք բայց թե այսպես չի պետությունները հանգիստ չեն մնում պետություններն անընդհատ իրենց կողքի կամ ոչ կողքի բարեկամ եւ հակառակորդ պետությունների ներքին գործերին միջամտում են զենքով, բանակով, միջամտում են հայտարարություններով, բարի կամեցողությամբ եւ այլն։ Օրինակ, կարծում եմ, որ սա այս պարագայում Հայաստանի իշխանությունները օգտին չի նման հայտարարությունը, որտեղ ենթադրեք դա առաջանում կարծես թե այնպիսի մեծ կապեր կան, որ Թուրքիայի հետ այդպես կապեր չկան։ Եվ այս բոլորը Միացյալ Նահանգների նախաձեռնության մեջ, այո, դա վնասելու քաղաքականություն է։ Այսինքն ինչով է շահ, որտեղ հայ ժողովուրդը ինչ լինի, չլինի, չէ, այդ բոլորը, ասենք, տեսեք, ես ասեցի կարգավորում, չէ։ Հիմա մարդիկ ովքեր լուրջ մեր ժողովրդի մասին է հազար մի հարցերով կարգավորման հետ կողմ են, բայց որ պիտի մոռանան, չմոռանան եւ նման բաները չեն կարող համաձայնվել, հուշն շատ թարմ է, չէ, բորբոքվեց նաեւ այս վերջին շրջանում, այդ դեպքում Թուրքիայի կողմից հայտարարությունները, ասենք, բավականին խնդրահարույց են, այդպես ասեմ, այնպես որ որը մեկը չի շահում դրանից։ Ուղղակի իհարկե ռևանշիստները կշահեն
Ջանշները ովքեր կասեն, բա տեսակ բան ֆիդանն է, տեսնում եք Հայաստանի իշխանությունները ում կրնկի տակ են եւ այլն։ Ես իմ գնահատականով Հայաստանի իշխանությունները ոչ մեկ կրնկի տակ չեն, ինչու։ Ոչ թե շատ ենք հզոր կամ թույլ ենք, որովհետեւ քաղաքականության այն կոնցեպցիան, որը պաշտպանում է շատ ավելի շուտ քրիստոնյա ժողովրդավարական գուսակցությունը հավասարակշռության հայեցակարգը թույլ է տալիս այդպիսի ազատություն։ Մենք ազատ ենք մեր գործողությունների մեջ եւ դրա համար էլ ասեմ Թրիփի այդ ճանապարհը հաջողվեց, որտեվ անկախ պետության հետ իրենք հարաբերությունների տրամադրություն ունեին եւ ամերիկացիներ եկան այդ ուղղությամբ։ Հիմա դրա կողքին մի բան ասեմ էլի, որովհետև դա է կարևորը։ Ինչքանով ամերիկյան տնտեսական, տեխնոլոգիական, գիտական եւ այլն ռազմական բանը թողենք էլի, դա արդեն ուրիշ հարց է, այսօրերի հարց չի։ Ինչքանով կարողանանք օգտվել այն հնարավորություններից, որ Միացյալ Նահանգները ուրեմն տալիս են մեզ եւ տվել են փաստաթղթերով երեք էլ արտգործնախարար հանգամանորեն բացատրում էր գաղտնիք չկա բացահայտված ստորագրած եւ այն բայց ես մի հարց ունեմ որ մեր հանրությանն եմ ասում ով է սպասարկելու ամերիկյան օժանդակությունը այսինքն ում միջոցով մենք կուզենանք չէ որ մեր մասնագետները, մեր ինժեներներ, մեր գիտնականներ, մեր տեխնոլոգներ, տեխնոլոգիական մասը, սա էքսպերիմենտալ ֆիզիկան է եւ էքսպերիմենտալ քիմիան առաջին հերթին IT տեխնոլոգիա եւ այլ ոլորտներ, չէ։ Հիմա երբ կշահենք, եթե մենք ունենայինք առաջնակարգ համալսարաններ, որի շրջանավարները կընտրվեին այս աշխատանքի մեջ, հռետորական հարց եմ տալիս, Հայաստանն ունի գոնե մի համալսարան, որը կարող ամերիկյան տեխնոլոգիան աջակցության ընդհանուր սպասարկման գործին մասնակցել, կարծում եմ չունի։